ես կարծում եմ, որ պետք է գնանք պլան A-ով, եթե ներ ուրեմն չունենանք մեր մտքում եւ կարծում եմ դա խնդիր չի լինելու։ Պարոն Հարությունյան, եթե կրկին էլի ձեր լավատեսություն ամեն դեպքում բանանելով, այս բանի եթե չստացվի այդ այո, դա կարող է պատերազմի ռիսկ առաջացնել։ Մենք նման հարց չենք քննարկել եւ այն process չանցնելու հարց չենք քննարկել, որովհետեւ իմ կարծիքով process-ները եւ այս նախընտրական փուլը եւ հանրության հետ մեր շփումները քաղաքացիների ցույց է տալիս, որ պլան B-ն իրական է մեծ հավանականությամբ եւ այդ տարբերակով էլ կգնանք։ Գավազարյանը այս կոնտեքստում առաջարկում է միտով ավելացնել ուղղակի եւ չխանել, որքանով է սահմանված։ Ինչ անել։ Միտով ավելացվի, ասում է, եւ չակագիրը չանվի, այլ ասի, որ մենք պահանջներ չունենք հարևաններից։ Հովիկ Աղազարյանի հետ կապված առիթ չի եղել խոսելու։ Ես իրան չեմ մեկնաբանի, որովհետև ինքը քաղաքական պարկեշտության, գործընկերության բոլոր չափերը անցավ այս ընթացքում, նաև իր գործընկեր Ասլանյանը, եւ ես չեմ պատրաստում իրեն մեկնաբանել։ Դրա համար հրապարակվեց այն տեսանյութը փակվարչության մասով։ Ինչ տեսանյութ։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ասում է դա վարչության նիստի ուրեմն ձայնագրություն է եղել եւ հրապարակում պաշտոնականով հրապարակվել, կասեք ինչու է պաշտոնականով հրապարակվել, չպաշտոնականով։ Հիմա երբ որ լրատվամիջոցների հետ աշխատանք չի լինում, ասում են չեք աշխատում, երբ որ աշխատում ենք, ասում եք աշխատում եք։ Նպատակը այն է, որ այն քաղաքական հայտարարությունները, որը անում էր երբեմնի մեր նախկին գործընկերը, դրան ցույց տալ, թե ինքը ինչ դիրքորոշումներ է ունեցել մինչև այդ։ Պարոն Հարությունյան, դուք ևս մասնակցում եք մեր ուսակցական հարաբերություններին շատ ջուր մարզերում, վերջին օրերին։ Ցավոք սրտի շատ չէ, որովհետև ես զբաղված եմ շտաբի աշխատանքներով եւ շաբաթ-կիրակիները օգտագործում եմ այդ հնարավորությունից օգտվելու համար, որքանով որ հնարավոր է եղել, այո։ Եթե սահմանամերձ եղել եք, նաեւ հատկապես այդտեղի բնակիչների տպավորությունները։ Չէ, սահմանամերձում չեմ եղել եմ Սյունիքում, եղել եմ Վայոց ձորում, Արատի մարզում, Արմավիրի մարզում, Երևանի Շնգավիթում, որտեղ ապրում եմ եւ կարծում եմ, որ սպասվածից շատ ավելի լավ է տպավորությունները։ Պարոն Հարությունյան, մի հատ եթե տեղյակի խնդրում եմ մեկնաբանել, Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը, այս հայտարարությունը ոմանց ենթադրություն է տվել, որ հնարավոր սահմանազատման համար է գուցե սա։ Դուք արդյոք տեղյակ եք դա ինչի համար է տեղի ունեցել, այսինքն խնդրանք ինչով է պայմանավորված եղել։ Ամենայն հավանականությամբ նաև այդ process-ների հետ է կապված եւ այնտեղ ես այսօր կարդացի, անկեղծ ասած ես այդ թեմայի մեջ այդքան չեմ խորացել, բայց էլի մամուլից եմ այդ կտորը բան արել, շատ պարզ բացատրված է, որ եղել է որոշակի գոտիով անցել այդ խողովակաշարը, ավելի անվտանգ գոտի են տեղափոխել։ Հնարավոր է սահմանազատման հետ կապված այդ հատվածում խնդիրներ առաջանում։ Պարոն Հարությունյան, այսինքն սահմանազատվում, գործնականում սահմանազատումը սկսում են հատվածներում, որի վերաբերյալ պայմանավորվածությունը հանձնաժողովների եղել էր, այսինքն այդ հատվածը։ Ես անկեղծ ասած այս պահին աշխարհագրությունը սահմանազատման լավ չեմ հիշում։ Մասնակցել եմ քննարկումներին, բայց դրանք եղել են մի քանի ամիս առաջ, այս պահին չեմ հիշի, որ հատվածների մասին էր խոսքը։ Ոնց որ Տավուշի հատվածներ, բայց աշխարհագրորեն որ կոորդինատներն են, այս բանը դժվար։ Այսինքն քննարկումներ կա, վերսկսվում է գործնական գործողությունները։ Ինքը որոշակի տրամաբանության մեջ է գործում, փոխվարչապետերի միջև կա շփումներ, այս բանը եթե չեմ սխալվում եւ չեմ սխալվում, հողի վրա գործընթաց չկա, ամեն մեկը ինչ որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում։ Եվ պարոն Հարությունյան, վերջին
ճեպազրույցներից մեկի ժամանակ վարչապետը ասաց, որ TRIP-ի հետ կապված այժմ դա Վաշինգտոնի առաջնահերթությունների մեջ չի։ Մինչ այդ ասվում է, որ ամռանը գործնական հողի վրա էլի կմեկնարկեն աշխատանքները։ Այս առումով ինչ-որ բան փոխվել է աշխատանքների մեկնարկը ամռանը սկսելու եւ այդ առաջնահերթությունները։ Ես լավ հիշում եմ վարչապետի հայտարարությունը այդ մասով։ Վարչապետը խոսել է այն մասին, որ եկեք մի հատ վերանանք, Միացյալ Նահանգներ, Հայաստան, Ադրբեջան, Վիետնամ եւ այլն։ Մի երկիր պատերազմական որոշակի գործողությունների մեջ է։ X երկիր լուրջ ռազմական գործողություններ են տեղի ունենում։ Բնականաբար այդ երկրի թիվ 1 առաջնահերթությունը դառնում է այդ ռազմական գործողությունն է, բայց դա չի նշանակում, որ մյուս ուղղություններով աշխատանք չի գնում։ Ես մի քանի օր առաջ նորից հետաքրքրվել եմ ամերիկյան կողմի հետ, աշխատանք տարվում է եւ ամերիկյան կողմն էլ Հայաստանի հետ աշխատանք տանում։ Այսինքն ամռանը շինարարությունը կսկսվի։ Ես ժամկետների վերաբերյալ կդժվարանամ այս պահին ասել, կոնկրետ ամռանն է, մայիսին է, հունիսին է, հուլիսին է, թե օգոստոսին է։ Պարոն Հարությունյան, դուք Արեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ ինչպես եք մեկնաբանում եւ ինչ եք կարծում, կարիք կա վարչության նիստում այն քննարկել կուսակցության էթիկայի կանոնադրիչի 4-րդ կետի շրջանակներում։ Մեջբեր եմ, թե հիշում եք 4-րդ կետը։ Չէ, հիշում եմ եւ այսօր այստեղ գալուց իմ գործընկերների ճեպազրույցներն էին նայում եւ այդ ընթացքում արդեն անգիր արեցի ձեր հարցը, որովհետեւ բառացիորեն կրկնվում էր, ոչ չեմ տեսնում, որովհետեւ ազգային ժողովի նախագահի նկատմամբ եղել է լուրջ սադրանք եւ այդ լուրջ սադրանքին կարծում եմ ոչ միայն քաղաքական ուժերը կամ տվյալ դեպքում մեր քաղաքական ուժը պետք է արձագանքի, այլ դուք պետք է գնահատականներ նաեւ տաք եւ առայժմ ցավոք սրտի այդպիսի գնահատականներ շատ քիչ եմ տեսել կամ չեմ տեսել։ Ընդհանրապես կարծում եմ, որ մեզանում նման միջադեպերը պետք է դատապարտելի լինեն եւ անթույլատրելի լինեն սադրանքները։ Եվ այո, որոշ առումով նաեւ մենք էլ քաղաքական գործիչներ, չեմ ասում միայն ԿՊ-ի, առհասարակ քաղաքական գործիչները, նաեւ իրենք իրենց հերթին նույնիսկ նման սադրանքների դեպքում որոշակի զսպվածություններ պետք է ունենան, բայց մարդը մնում է մարդ, էմոցիաները մնում են էմոցիաներ, մենք միասին պետք է այդ նոր ֆորմացիայի հարաբերություններին ընտելանանք եւ մենք առաջի քայլը իրականում արել ենք այդ ուղղությամբ դա էթիկայի կանոնագրքի կանոնակարգի ընդունումներ եւ եթե որը հիմա չեք օգտագործում ներողություն շատ լավ օգտագործում ենք եւ եթե դուք համեմատեք մեր քաղաքական գործիչների զսպվածությունը, կոռեկտությունը հայտարարությունների չափված ձևացությունը, ասենք օրինակ մինչև այդ կանոնակարգի ընդունումը, ապա սարերի եւ ձորերի տարբերություն կարձանագրեք, եթե ազնիվ եք ձեր մղումներում։ Օրինակ, պարոն վարչապետի գներեք, խորհրդարանում սաղի տանելու ենք գտնենք պատվարը տոնայնության եւ Արցախից փախածներ այդ ձայնի տոնայնության։ Ես կարծում եմ, որ վարչապետը բավարար մեկնաբանություններ տվել է, այդ շատ մեծ է տարբերությունը եւ ակնհայտ է, ոչ դա չի տարբերությունը եւ քանակությամբ եւ որակով եւ էմոցիայով դուք էական տարբերություն կտեսնեք, եթե տենց սևեռվեք 1-2 արտահայտության վրա կարող եք ասել, օրինակ, որ այո, ոչ մի կանոն չի պահվում եւ կարգ չի պահվում, բայց նույն տրամաբանության մեջ է, օրինակ, երբ որ սևեռվում ենք մեր հանրության մեջ առանձին միջադեպերի վրա եւ դա ընդհանրացնում ենք եւ ասում ենք, որ հանցագործությունների աճ կա, սպանությունների աճ կա,
մահերի աճ կա, բանի ճանապարհներին այնինչ վիճակագրությունը լրիվ այլ բան է ցույց տալիս եւ եթե պատշաճ կերպով լրագրողները զբաղվեն եւ ուսումնասիրեն այդ ժամանակահատվածները կանոնակարգից ընդունումից հետո եւ առաջ, ասենք մի 6 ամիս էս կողմ, մի 6 ամիս այն կողմ այդ տարբերությունները կզգաք եւ կտեսնեք։ Ես նաև ուզում եմ հիշեցնել ձեր համակիրների դժգոհությունը հատկապես հենց մեկը երեկվա դեպքի հետ կապված, նրանք էլ ասում են հա որ պաշտոնյա զսպվածություն, բայց զորական բնույթի Հայաստանում դա էլ է այդ տրամաբանության մեջ։ Դա էլ է այդ տրամաբանության մեջ, որ մենք միասին պետք է այդ վերափոխումը անցնենք։ Այո, մեր թիմակիցների շրջանում էլ կար, թե ասում են ինչ է ներողություն խնդրել եւ գիտեք հարցը որն էր այդ շրջանակում մեկը դրանք ներողը չեն ինչ եք ներողություն խնդրում բայց ներողությունը իրենց համար չի ներողությունը հանրության մեջ հստակ մեսիջներ եւ քաղաքական գործ չի այսպես ասած առաքինությունը ցույց տալու համար է եւ օրինակ ծառայելու համար է եւ երբ որ քաղաքական գործիչը տվյալ դեպքում վարչապետը տեսել է խնդիր դա ցույց է տալիս, թե ինչ որակ ենք մենք փորձում հաղորդել քաղաքական դաշտին։ Ներողություն խնդրելը հայկական հասարակության մեջ հեշտ բան չէ։ Հեշտ բան չէ։ Մի անգլիացի գեներալ կար, որը ներգրաված էր մերձար արևելքում, մի քիչ մասնագիտությունից հիշեմ, ասում էր փողզիջման գնալը արևելքում պարտություն է։ Փողզիջման գնալը արևմուտքում հաղթանակ է։ Հիմա ներողություն խնդրելը արևելքում խնդիր է։ Եվ թուլության նշան է։ Արևմուտքում ներողություն խնդրելը առաքինություն է եւ ուժեղ լինելու նշան է։ Էս է ուժեղ լինելը։ Պարոն Հարությունյան, քանի որ ձեր մասնագիտության անդրադառնանք մեր հարևան Իրանի հետ կապված ձեր տեսնականն է, այսպես ասած, ինչ զարգացումներ եք կարծում կլինի եւ ինչպես կանրադառնալ նաեւ դա Հայաստանի վերաբերյալ Հայաստանի մասով հետաքրքիր, բայց ձեր ընդհանուր տեսնականները հետաքրքիր։ Ես որպես մասնագետ այս պաշտոնում չեմ կարող փորձագիտական գնահատականներ տալ, կարող եմ տալ ընդհանուր մեր դիրքորոշումը, որ այն ինչ որ տեղի է ունենում տարածաշրջանում լրացուցիչ լարում եւ խնդիրներ է ստեղծում հարևան բոլոր երկրների համար եւ մենք ցանկանանք, որ այդ լարումը շատ կարճ ժամանակում դադարի տարբեր կերպ է ազդում պետությունների վրա։ Մեկի տարածքում մոլորված դրոն են գնում, մյուսի տարածքում նպատակաուղղված դրոն են գնում, այն մյուսի տնտեսական մատակարարումների շղթաներն են խափանվում եւ դա ազդեցություն է ունենում տնտեսության վրա, գների աճի տեսքով, աշխատանքների հապաղման տեսքով, օրինակ շինարարության մեջ եւ այլն։ Իհարկե մենք բավարար քայլեր ձեռնարկել ենք նաեւ մինչեւ այդ ճգնաժամի մեկնարկը, բայց եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաեւ Հայաստանի վրա եւ առհասարակ աշխարհի վրա։ Այսօր ես կարդում եմ, որ Ֆիլիպինները առաջին երկրներից է, որը հայտարարել է էներգետիկ ճգնաժամի մասին եւ օրինակ աշխատանքային օրերը կրճատել են 4-ից 5-ից դարձել է 4 օր աշխատանքային։ Լրագրողները ասում են մեզ չի խանգարի մեր մտածելին։ Չէ, մեզ կխանգարի, պետքա պետությունը որևէ ճգնաժամի մեջ չլինի եւ բնականon աշխատի։ Ուզում եմ նորից նոր սահմանադրությունից եւ հանրակրվեից հարցնել նոյեմբերին հանրակրվե անցկացնելու մտորումներ, ծրագրեր, քննարկումներ կան, որ փաստաթղթը հանրակրվեի դեպի նոյեմբերին։ Ես կարծում եմ, որ սահմանադրության վերաբերյալ բավարար պատասխանեցի եւ ժամկետների մասին մենք քննարկում չենք ունեցել։ Իսկ մի բան էլ հարցնեմ սահմանադրության հետ կապված այն գնահատականները, որ հնչեցնում են ընդդիմադիրները սահմանադրության փոփոխության հետ կապված, նոր սահմանադրության ընդունման, համարելով փորձաստեղծության Բաքվի հետ պայմանը կատարելու համար է արվում, արդյոք չի հաստատի տակ դնելու նոր սահմանադրության լեգիտիմությունը։ Ոչ, չի դնում, որովհետև եւ վարչապետը եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները բազմիցս ոչ մեկ անգամ նշել են, որ այդ փոփոխությունը առաջին հերթին պետք է մեր զարգացումը ապահովելու համար։
եւ դա որևէ եւ նաեւ բազմիցս նշել են, որ տարբեր հարթակներում, տարբեր քննարկումների ժամանակ նշվել է, որ դա բացառապես մեր ներքին գործն է։ Այո, կոնֆլիկտածին է, բայց դա մեզ համար է, որպեսզի Հայաստանը այլևս կոնֆլիկտ չունենա, եւ դա պահանջ չի։ Նույնիսկ եթե այսպես ասենք, ինչ որ մի բանով դիտարկենք դա պահանջ, դա մեզ համար է պետք, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա կոնֆլիկտ, որովհետև դա չի վերաբերում միայն Ադրբեջանին։ Դա Հայաստանը չի ունեցել կոնֆլիկտ, Հայաստանը 91 Սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը պետության սոֆթն են, որով զարգանում է պետությունը, որով տեղի են ունենում հարաբերությունները, ինչ է նշանակում սահմանադրություն, այսինքն մեր փոխհարաբերությունների սահմաններն են դրվում, ընդհանուր տրամաբանությունն ու ոգին է տրվում, այս մասին է խոսքը։ Ես նկատում եմ, ինչ կոնֆլիկտ է առաջացել այս տարիներին այդ պատճառով։ Այն, որ ավարտվել է օգոստոսի 8-ին։ Այն, որ ավարտվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պայմանագրով, նախաստորագրված պայմանագրով։ Ստացվում է դուք էլ եք համարում։ Ներողություն, ես արդեն Պայմանավորությունն արտադրության նախարարությունը վերջերս շրջանառության մեջ է դրել հանրային քննարկման, ատելության խոսքը կարելի ասել քչացնող մի բանաստեղծական նախաձեռնություն, որը տարբեր շրջանակներ, երբ որ քննարկումների ժամանակ մենք լսում ենք կարծիքներ, ասում է դրանով, որ փորձի առնում նաև խոսքի ազատությունը ինչ-որ չափով սահմանափակել, այլ դուք ինչպես եք գնահատում պետությունը առասարակ ինչպես պիտի կարողանա գծել են սահմանը խոսքի ազատության եւ ատելության խոսքի, որով նաև պիտի առաջնորդվեն դատարանները հայցերը քննելուց։ Մենք դատարանների աշխատանքներին չենք խառնվում եւ չենք խառնվի, բայց ես մի բան վստահորեն կարող եմ ասել։ Աշխատակազմում, որը ես ղեկավարում եմ, այդպիսի մի ֆիլտր է դրած, որ ցանկացած օրենք, ցանկացած կարգավորում, ցանկացած փոփոխություն, որ իրականացվի, որևէ կերպ չազդի խոսքի ազատությանը, որովհետև դա ամենամեծ ձեռքբերումներից է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի անցած 8 տարիներին։ Իհարկե մեր հանրության մի մեծ զանգված, ընդ որում շատ մեծ զանգված, այդ խոսքի ազատությունից բողոքում է, բայց բողոքում է սանձարձակությունից։ Երեկվա միջադեպը այդ սանձարձակության հետևանք է։ Որոշ լրագրողների գործելակերպը դա սանձարձակություն է, դա խոսքի ազատություն չի։ Եվ մենք խոսքի ազատությունը ոչ թե փորձում ենք սահմանափակել, այլ որոշակի իրավահարաբերությունների կարգավորում մտցնել, որովհետև երբեմն սենց կարող եմ ասել, այն որ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետություն խոսքի ազատության հետ, բավականին բնական է, որովհետև ժամացույցի սլաքը մայատնիկը ձախ կողմում կապած է եղել։ Մենք 18 թվականին այդ թելը կտրել ենք։ Հիմա այս մայատնիկը խփել է աջ կողմի պատին։ Եվ մենք պետք է համբերատար սպասենք, մինչև այդ մայատնիկը նորմալ իր ընթացքի մեջ կգա եւ ճիշտ ժամանակը ցույց կտա։ Խոսքի ազատության առումով, այլ մեկնաբանություն չտակ։ Շնորհակալություն։